Հարգելի գործընկերներ, քանի որ նիստը շուտով կավարտվի եւ ամենայն հավանականությամբ սա կլինի 8-րդ գումարման ազգային ժողովի վերջին նիստը, ես ուզում եմ իմ եւ նաեւ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին վերջին մի փոքր շտապեցիք, վերջին 5 տարիներին ազգային ժողովի նախագահի պարտականությունները փայլուն կատարելու համար, Պարոն Սիմոնյանը շատ կարևոր ժամանակաշրջանում է ազգային ժողովի նախագահ եղել, աշխարհի ամենահեշտ ազգային ժողովում չի, որ նախագահ է եղել, բոլորը տեսել եք, թե ինչ մարդկանց տեղտեղել սուբյեկտների հետ է ստիպված եղել շփվել, այս տարիների ընթացքում Հայաստանը անցել է բազմաթիվ բարդությունների, դժվարությունների միջոցով, բայց մենք բոլորս Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ եւ մենք էլ ազգային ժողովում պարոն Սիմոնյանի գլխավորությամբ հասել ենք մեր ամենակարևոր խոստման կատարմանը, խաղաղությանը, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Սիմոնյանին մեր քաղաքական թիմը առաջնորդելու համար։ Բայց սա դեռ ամենը չէ, որովհետև պարոն Սիմոնյանը այս ամեն ինչը մենակ չի արել, մեզ լքում է նաև ազգային ժողովի լավագույն փոխնախագահ Հակոբ Արշակյանը, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև պարոն Արշակյանին իր պարկեշտության եւ իր քաղաքական սկզբունքայնության համար։ Եվ ուզում եմ արդեն իմ պարոն Սիմոնյանի եւ պարոն Արշակյանի անունից շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, պնդության, հաստատակամության համար եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որը կրկին փայլուն կատարեց իր առաքելությունը։ Շնորհակալություն։